Վրաստանում 2026 թվականը սկսվեց սոցիալական կարևոր փոփոխություններով։ Երկրի պետական բյուջեի շրջանակում բարձրացվեցին կենսաթոշակները, ինչը երկար սպասված աջակցություն էր հատկապես տարեց քաղաքացիների համար։ Դա իհարկե, դա շատ մեծ նշանակություն ունի։ Մոտարապես թոշակների վրա 100 լարի ավելացել է։ 600 լարի թոշակ ենք ստանում հիմա։ Առաջ 500 լարի էր, այդ մեկ տարվա ընթացքով երևի 100 լարի ավելացավ, դա շատ մեծ բավականին օգուտ էր, իհարկե։ Ցանկանայինք, եթե պետությունը քաչ առաջ կենա եւ հզոր լինի, թող ավելի լավ կլինի, եթե հնարավորություն ունենա, թող էլի պարզացներ, շատ մեծ շնորհակալ կլինի ժողովուրդը։ Մենք էլ հպարտանում ենք մեր պետությունով եւ մեր քաղաքացիներով։ Ըստ հաստատված ծրագրի 70 եւ բարձր տարիքի անձանց կենսաթոշակը ավելացել է 45 լարիով, հասնելով 495 լարիի։ Մինչև 70 տարեկան թոշակառուների համար աճը կազմել է 20 լարի եւ այժմ նրանց թոշակը կազմում է 370 լարի։ Ժողովուրդը արդեն գիտի կարտացել են։ Նոր ասացի, որ այդպիսի պենսիա ոնց որ Վրաստանն է բանան, ոչ մի պետություն չունի։ Ոչ Ռուսաստանն ունի, ոչ Հայաստանն ունի, այն մյուս պետություններն այդքան էլ չգիտեմ ինչքան է իրանց է, բայց մերը տարոց տարի 70-ից բարձր բան ինագադի ունեն, որ ինչքան տարիքային հարաբերանքի, ինչքան տարիքը բանից անում, այդքան մարդիկ լավ է, որ թեգուս 20 լարի է, 10 լարի է, ինչ է, ավելացում կա ամեն տարի, դա մեծ շնորհակալություն է մեր պենսիոներների կողմից, ժողովրդի կողմից, որ ուշադրության մեջ է մեր ժողովուրդը Վրաստանի, այդ կարող եմ ասել։ Թոշակառու բնակիչների համար այս փոփոխությունը ոչ միայն թվերի աճ է, այլև իրական աջակցություն առօրյա կյանքում, գնաճի պայմաններում, երբ առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների գները բարձրանում են, նույնիսկ փոքր ավելացումները զգալի նշանակություն ունեն նրանց համար։ Շատ է օգուտ, օրինակ ես 70-ն անցեմ, ինձ համար մի 2-70 անցենք, թոշակները մեզի պոլնի հերիք կենե, կոմունալ ծախսերուն, թեգուս նոր տարի է բան է, հեշ մեր բանիմ կարիքը չենք ես գա։ Առաջ քիչ էր տարբերությունը, հիմի շատ լավ է, շատ գոյ ենք, կառավարությունն է, մեր Վրաստանի պետությունն է, ինչ են աղջիկ ջան։ Ընդհանուր առմամբ կենսաթոշակների բարձրացումը դրական արձագանք է ստացել հասարակության կողմից։ Թոշակառուները գնահատում են պետության ուշադրությունը եւ հույս հայտնում, որ նման ծրագրերը շարունակական կլինեն։